Եվ մենք խոսելու ենք աստվածաշնչյան ճշմարտությունների մասին, որոնք վերաբերվում են այսօրվա իրավիճակին։ Պատգամի վերնագիրն է մեծագույն հեղափոխականը կամ ինչպես հասնել իշխանափոխության։ Ովքեր որ հեղափոխության կողմնակիցին իրենց սրտի մեջ ուրախացան, բայց եթե ինչ-որ մեկը գրելու կլինի այս պատգամի վերնագիրը, թող սկզբի մասը, որ գրված էր, որ ասեցի մեծագույն հեղափոխականը, թող հեղափոխականը ճակերտների մեջ դնի և մեծատառով գրի։ Եվ մենք խոսելու ենք։ Ես չեմ պատկերացնում ուրիշ քարոզ, որ քարոզի մեջ առաջին տեղում չլինի մեր Տերը և Փրկիչը։ Ճակերտների մեջ, որովհետև նրա հեղափոխությունը մեր պատկերացրած հեղափոխությունը չէր։ Մեծատառով, որովհետև նա Աստված էր և Աստված է, որ մարմին հագավ և բնակվեց մեր մեջ։ Իշխանափոխությունն էլ կհասկանանք, թե Աստվածաշունչը ինչ ի նկատի ունի իշխանափոխություն ասելով։ Բայց մինչև Աստվածաշնչին անցնելը թույլ տվեք սկսեմ միջնադարյան հրաշալի հեղինակ, մտածող, փիլիսոփա Վարդան Այգեգցու առակներից մեկով, որի վերնագիրն է իշխանը և կինը։ Մի իշխան կար, խիստ չար և անիրավ։ Եվ նույն քաղաքում ապրում էր մի այրի կին, և իշխանը հարկ պահանջելով նեղում էր նրան, իսկ այրի կինը աղոթում էր նրա համար, որ իշխանը երկար ու խաղաղ կյանք ունենա։ Մարդիկ գնացին ասեցին իշխանին, թե թեև դու նեղում ես այն կնոջը, բայց նա աղոթում է քեզ համար։ Իշխանը նրա մոտ եկավ և հարցրեց. ես քեզ բարիք չեմ արել ով կին, դու ինձ համար ինչու ես աղոթում։ Այրի կինը պատասխանեց. քո հայրը վատ մարդ էր։ Ես անիծեցի և նա մեռավ։ Դու նստեցիր նրա տեղը ավելի խիստ և ավելի չար։ Եվ այժմ վախենում եմ, որ մեռնես, և քո որդին քեզանից ավելի չար լինի, այդ պատճառով աղոթում եմ և օրհնում եմ քեզ։ Ինչպիսին է մեր օրյա իրավիճակը։ Մենք բոլորս նույն երկրում ենք ապրում, մենք կարանք այստեղ խոսենք տարբեր բաներից տպավորություն ստեղծելով, թե ամեն ինչ լավ է, ամեն ինչ լավ է։ Մեր երկրում ամեն ինչ լավ է, քո ներսում ընդվզում կա, դու ուզում ես իրավիճակ փոխվի։ Հասկանում եք, բոլորս ենք ուզում ապրել լավ և բարեկեցիկ երկրում, բայց ինչ է ասում Աստվածաշունչը, ինչպես, ինչ է իշխանափոխությունը։ Արդյոք Աստվածաշունչը խոսում է դրա մասին։ Կարող է արդյոք ժողովուրդը հասնել իշխանափոխության, որն է իշխանափոխության Աստվածաշնչյան ուղին։ Գիտեք, ես մի փոքր տրտմած եմ այսօր։ Սովորաբար իմ պատգամների մեջ կատակներ եմ անում, ես չգիտեմ այսօր կանեմ, թե չեմ անի այդ կատակները, իմ սիրտը տրտմած է։ Գրված է ուրախությամբ մտեք նրա սրահները։ Ես ուրախ եմ, որ նա իմ Տերն է։ Իմ ուրախությունը, իմ փրկության ուրախությունը, այն ուրախությունը, որ Տերը ինձ տվել է որպես հավատացյալ, որպես նրա աշակերտ, այս ուրախությունը մի միլիմետր անգամ չգիտեմ ինչով է չափում ուրախությունը, մի գրամ անգամ չի պակասել։ Բայց իմ սիրտը տխուր է իմ երկրի համար։
Եվ ավելի շատ իմ սիրտը տխուր է, երբ որ ես տեսնում եմ հավատացյալների վերաբերմունքը։ Երբ որ ես տեսնում եմ հովիվ մարդ իր Facebook-ում գրառում է անում, ուրիշ ելք չկա, սատկացնել դրանց։ Իմ սիրտը, ես չգիտեմ, ուզում եմ լաց լինեմ։ Ես գիտեմ, որ արդեն այստեղ է հասել։ Եվ ինչ որտեղ հասկանում եմ դա ասող մարդուն, բայց ես չեմ պատկերացնում, այդ որ ոգին է, որ Քրիստոսի ուսմունքը դնում է մի կողմ, ասում է դու մինչև հիմա սովորացրիր, հիմա ես էլ քո ասածով չեմ անելու Հիսուս։ Ես ցավում եմ, որ ինձ շատ հարազատ մեկ, որ այստեղ ներկա է, թող չամաչի, որ ասեմ սա։ Ասում է, ինչ լավ է, որ ես ոստիկան բարեկամ չունեմ։ Ես էլ մտածում եմ, իսկ այն մեկը, որ ում հայրը ոստիկան է, որ ասենք կարող է այստեղ կանգնած երգում է։ Ինքը, որ ես գրառումը կարդում է, ինչ է զգում իր ներսում։ Ինչի ենք թողնում, որ ատելությունը գա մեր մեջ։ Արդյոք այսպիսին էր Քրիստոսի ուսմունքը։ Ես էլ եմ ուզում լավ երկրում ապրեմ։ Ես աղոթում եմ դրա համար։ Ես աղոթում եմ, որ մի կաթիլ արյուն չթափվի իմ երկրում։ Երեք ոստիկան են սպանել։ Ես չգիտեմ, քանի սիրտ հովացավ դրանից, բայց ես գիտեմ, բազմազավակ ընտանիք նոր ամուսնացած դժբախտացավ։ Որն է Քրիստոսի ուսմունքը։ Ինչպիսին պիտի լինի մեր դերը, քրիստոնյաները պիտի ջայլամի պես իրանց գլուխները մտցնեն ավազի մեջ, ասեն, թե ոչ մի բան տեղի չի ունենում, թե պիտի զենքը վերցնեն, գնան ու ասեն մորթենք, պայթասնենք, սատկացնենք։ Արդյոք մենք չպիտի շարժվենք Աստվածաշնչի սկզբունքներով։ Ինչու ենք թույլ տալիս, որ ատելության այդ ոգին լցվի մեր սրտերի մեջ։ Փիլիպեցիս 3-րդ գլուխ 20-21 խոսքեր։ Բայց մեր քաղաքականությունը երկնքում է, որ այնտեղից սպասում ենք փրկչին, Տեր Հիսուս Քրիստոսին, որ կնորոգի մեր խոնար մարմինը, որ իր փառավոր մարմնին կերպարանակից լինի, այն զորությունով, որ կարող է ամեն բան հնազանդեցնել իրեն։ Որտեղ է քո քաղաքականությունը։ Դու այնքան ես ուզում լավ երկրում ապրես, որ պատրաստ ես Քրիստոսի սկզբունքները մի կողմ դնես, հասնես հեղափոխության։ Իսկ երկինքը իմ քաղաքականությունը այնտեղ է։ Ես ուզում եմ լավ երկրում ապրեմ, բայց երբեք Քրիստոսի սկզբունքները ոտնատակ չեմ տա լավ երկրում ապրելու համար։ Ինձ համար առաջին տեղում Քրիստոսն է։ Եթե պիտի ամբողջ կյանքս վատ երկրում ապրեմ, ես հավատում եմ, որ իմ երկիրը փոխվելու է։ Բայց եթե պիտի ամբողջ կյանքս վատ երկրում ապրեմ, անարդարության մեջ, եւ այն պատճառով, որ ճուրացա Քրիստոսին, ես նախընտրում եմ այդպես ապրեմ, այս պանդուխտ ժամանակավոր կյանքը եւ ճուրանամ Քրիստոսին։ Մեր քաղաքականությունը երկնքում է։ Տեսեք, նա եկել էր մեծագույն հեղափոխականը։ Գիտեք ինչու եմ ես ասում, ճակերտավոր հեղափոխական, որտեղ նա իրականում հեղափոխություն կատարեց։ Ոչ միայն ներքին հեղափոխություն։ Ինքը եկավ։ Եվ իրան կոչում էին հրեաների թագավոր։ Եվ իր մահապատժի դատավիճիրը ինքը գրած էր թագավոր հրեաների։ Եվ նա հաջողվեց։
Եվ տասնամյակներ ու դարեր անց նրա աշակերտները կործանեցին Հռոմի կայսրությունը։ Ինչպես։ Սրով, ով սուր վերցնի, սրից էլ կընկնի, ում խոսքերն են սրանք։ Ինչով, մի տառ ավելացրեք, սիրով, հոգնել ենք, սիրով չի լինում, ով սուր վերցնի, սրից էլ կընկնի, հոգևոր զենքերով, մենք զորավոր ենք հոգևոր զենքերով, եթե ինչ-որ մեկ այսօր թշնամացել է ինչ-որ մեկի դեմ, հիշիր աստվածաշնչյան խոսքը, մեր պատերազմը մարմնի և արյան դեմ չէ։ Այսօր երբ որ դու տեսնում ես իշխանությունների անարդար վերաբերմունքը, երբ որ դու տեսնում ես ոստիկանների դաժան և բարոյականության չափը անցնող վերաբերմունքը, հիշիր, մեր պատերազմը մարմնի ու արյան դեմ չի։ Մեկը շատ էլի երիտասարդներից շատ տպավորվել բառը մի քիչ դրական է, շատ մեծ ցավ էր ապրել, երբ որ տեսել էր ոստիկանը ինչպես է ապտակում մի պապիկի։ Եվ ես մտածում էի, առաջին հայացքից ատելություն է լցվում քո մեջ։ Բայց երբ որ ատելությունը հանում ես, դու ինչ ես ուզում։ Ուզում ես այդ ոստիկանին առնաշաղախ տենաս գետնին ընկած, ասես Տերը պատժեց, դա ես ուզում։ Ես ուզում եմ ինքը այստեղ ծնկի գա ու ապաշխարի, այ դա եմ ուզում։ Ես ուզում եմ կյանքը փոխվի, մեծագույն հեղափոխական աշխարհ եկավ, որ կյանքերը փոխվեն։ Երբ որ կյանքերը փոխվեցին, փոխվեց երկիրը։ Հովհաննեսի ավետարան 18-րդ գլուխ։ Երեսունվեց խոսք։ Մեր Տեր Հիսուսի խոսքերն են ուղղված Պիղատոսին։ Հիսուսը պատասխանեց. Իմ թագավորությունը այս աշխարհից չէ։ Եթե իմ թագավորությունը այս աշխարհից լիներ, ապա իմ ծառաները կռիվ կանեին, որ չմատնվեմ հրեաների ձեռքը, բայց հիմա իմ թագավորությունը այստեղից չէ։ Գիտեք ինչ էր ասում մեծագույն հեղափոխականը։ Շակերտների մեջ իհարկե։ Իրան մեղադրում էին ապստամբության մեջ։ Իրան մեղադրում էին, ուշադիր կարդացեք Աստվածաշունչը, ասում էին ժողովրդին տրամադրում է կայսրի դեմ։ Թագավոր ես, դու ես ասում, որ թագավոր եմ եւ հենց իսկ դրա համար եմ ես ծնվել եւ աշխարհ եկել։ Թագավոր ես։ Քո թագավորությունը մեզ է ուղղված։ Եթե ձեզ ուղղված լիներ, իմ ծառաները սրերով կկռվեին ու չէին թողի, որ դուք ինձ ձերբակալեք։ Որտեղ է քո թագավորությունը, սիրելի հավատացյալ։ Որտեղ է քո թագավորությունը։ Առակաց 24-ի 21-ը։ Որդյակս, վախեցիր Տիրոջից և թագավորից և հեղափոխականների հետ մի ընկերացիր։ Ինչի է այս խոսքը գրված Աստվածաշնչի մեջ։ Երեկ ուղիղ եթերով հետևում էի, շատ մարդ չտեսա, բայց շատ ինչ որ տեսա, դրանց մեջ ահագին եղբայրներ տեսա։ Իհարկե ոչ մեր եկեղեցուց չտեսա, գուցե եղել են, բայց ինչի է այս խոսքը գրված։ Մի ընկերացիր հեղափոխականների հետ։ Իհարկե ինձ չեն սիրի հիմա բոլոր նրանք, ովքեր հեղափոխական են, իրանց ներսում ընդվզում են,
Բայց ես ճշմարիտ հեղափոխության ճանապարհն եմ այսօր ցույց տալու, Աստված իմաստություն տա, որ դա իմ միտքը չլինի, այլ Աստծո խոսքով տեսնենք։ Բայց Տերն ասում է. բարիով հաղթիր չարին։ Ասում է, որ քո հանդեպ ատելություն ցույց տան։ Գիտեք, աշխարհը չի հավատում սրան։ Աշխարհը ասում է, տենց եք ասել, որ մեր ազգը հասել է այսօրին։ Այտենց բերեցիք այդ թույլ կրոնը մցրեցիք։ Քրիստոնեությունն է, որ մենք կանք այսօր։ Ատելությունով, ատելության պատասխանող հզոր շատ հզոր գերտերություններ, Ասորստանը, Բաբելոնը, որոնք հենց մեկը իրանց իմանային, չգիտեմ, Չինաստանի եսին որ ծայրում, Բաբելոնին բան են ասել, կգնային, կասեն հələ եկեք ստեղ, կավիրեին ու հետ կգային։ Ատելությանը պատասխանողների կայսրությունները անցել գնացել են։ Աստծուն ապավինողները Փարոսի պես մնացել են։ Թույլ չի մեր կրոնը։ Մեր հավատքը տերերի Տիրոջ եւ թագավորների թագավորի վրա է հիմնված։ Մենք նրան ենք հավատում։ Ինչպես հասնել իշխանափոխության։ Ինչ է իշխանափոխությունը աստվածաշնչյան իմաստով։ Որպեսզի հասկանանք, խնդրում եմ մի քանի հատվածներ կարդանք Աստվածաշնչից, որոնք չեն սիրում հեղափոխականները։ Եկեք կարդանք։ Աստվածաշունչ սիրում եք։ Ավելի շատ, քան թե ձեր զգացմունքներն ու պատկերացումները, եկեք կարդանք Աստվածաշնչից։ Հռոմեացիներ 13-րդ գլուխ։ Առաջին 7 խոսքերը կարդանք։ Ամեն անձ թող հնազանդվի բարձր իշխանություններին, որովհետև չկա իշխանություն, որ չլինի Աստծուց։ Եվ ներկա իշխանություններն էլ Աստծուց են կարգված։ Ուրեմն իշխանությանը հակառակողը Աստծո հրամանին է հակառակում, եւ հակառակողներն իրենց անձերին դատաստան կընդունեն, որովհետև իշխանները բարի գործերի համար վախի պատճառ չեն, այլ չար գործերի համար։ Կամենում ես, որ իշխանությունից չվախենաս, բարին գործիր եւ նրանից գովասանք կընդունես, որովհետեւ սպասավոր է նա Աստծո քեզ համար դեպի բարին, ապա եթե չարը գործես, վախեցիր, որովհետեւ զուր տեղը սուրը չէ կրում, որովհետեւ նա սպասավոր է Աստծո։ Վրեժխնդիր բարկություն բերելու չարը գործողի համար վասնորով պետք է հնազանդ լինել, ոչ միայն բարկության համար, այլ խղճմտանքի համար էլ։ Սրա համար հարկել եք վճարում, եթե վճարում եք, Գիրքն ասում է սրա համար էլ հարկել եք վճարում, որովհետև նրանք սպասավորներ են Աստծո, որ իսկ այս բանին հոգ են տանում, ուրեմն ամենին վճարեցեք, եղած պարտքը, ում հարկ, պարտքեք հարկը, ում որ մաքս, մաքսը, ում որ վախ, վախը, ում որ պատիվ, պատիվը։ Իհարկե կարող ենք մենք այստեղ ասել, այդ այն ժամանակ էր, հələ իրանք մեր ժամանակներում ապրեին, մեր հարկայինի ու մեր նախագահի ու մեր ոստիկանապետի, տենայինք իրանք այս խոսքերը կգրեին, թե չէ։ Խորհուրդ եմ տալիս, խոսքերի հեղինակը Պողոս Առաքյալն է։ Բացեք պատմության գիրքը եւ կարդացեք, թե ովքեր են եղել այն ժամանակի իշխանությունները եւ ինչպիսի վայրագ իշխանություններ են եղել։ Բայց Աստծո խոսքը մնում է Աստծո խոսք։ Եվ այս խոսքերի հեղինակը գլխատվեց այս իշխանության ներկայացուցիչների կողմից։ Եկեք մեկ ուրիշ առաքյալի խոսք կարդանք, առաջին Պետրոս 2-րդ գլուխ 11-ից 17 խոսքերը։ Սիրելիներ, աղաչում եմ ձեզ, ինչպես պանդուխտներ եւ օտարականներ, հեռու կացեք մարմնավոր ցանկություններից։ Որ կրվում են հոգու դեմ, ձեր վարքը հեթանոսների մեջ բարի պահեցեք, որ ինչ բանով որ ձեր չարագործների պես բամբասում են,
Ձեր բարի գործերը տեսնելով փառավորեն Աստծուն այցելության օրը։ Արդ հնազանդեցեք ամեն մարդկային կարգի Տիրոջ համար, թե թագավորի, ինչպես մի վերնագույնի, թե կուսակալների, ինչպես նրանից ուղարկվածների, չարագործները պատժելու եւ բարեգործները գովելու համար, որովհետեւ Աստծո կամքն այսպես է, որ բարի գործերով պապանձեցնեք անխելք մարդկանց տգիտությունը, ինչպես ազատներ եւ ոչ թե ազատությունը, ինչպես չարության ծածկոց ունեցողներ, այլ ինչպես Աստծո ծառաներ, ամենին պատվեցեք, եղբայրությունը սիրեցեք, Աստծուց վախեցեք, թագավորին պատվեցեք։ Այս խոսքերի հեղինակին թագավորը գիտեք ինչ արեց։ Խաչել տվեց։ Չար էր թագավորը, ասում էր պատվեք հանուն Աստծո։ Ինչքան պատվենք։ Սկզբունք կա, որ թագավորի պատվելուն չափ կա։ Գիտեք, Աստծուն պատվելուն չափ չկա, բայց թագավորին պատվելուն չափ կա։ Եվ այս չափի մասին գրված է Գործք առաքելոց 5:29-ում, որտեղ առաքյալները մի հրաշալի խոսք են ասում։ Երբ որ Աստված մի բան է ասում, բայց թագավորը մեկ ուրիշ բան, կամ իշխանավորը մեկ ուրիշ բան, այստեղ նրա պատիվը ավարտվում է։ Եվ խոսքը հետևյալն էր. հիմա մենք Աստծուն հնազանդվենք ավելի, քան թե մարդկանց։ Մենք պիտի Աստծուն հնազանդվենք ամեն մարդկային իշխանությունից։ Դրա համար Պողոս առաքյալը գլխատվեց։ Դրա համար Պետրոս առաքյալը թարս գլուխն ի վայր խաչվեց, որովհետև չուզեց թագավորին հնազանդվեր, որովհետև Աստծուն էր ուզում հնազանդվեր, բայց ոչ թե իր շահի համար, այլ արքայության, այլ Աստծո խոսքի։ Ամեն իշխանություն Աստծուց է։ Տեր, որ մեղքի համար։ Կարող ենք այսօր ասել։ Տեր, որ մեղքի համար։ Մեր այսօրվա իշխանությունը, այս երկիրը, որ Աստված ընտրեց այս երկիրը որպես դրախտավայր, որ Նոյին ամբողջ մոլորակի միջից ասեց գնա ու այս արարատյան դաշտավայրում այստեղից մարդկությունը նոր աղբյուր կբխի եւ կտարածվի։ Ինչու մեր ղեկավարները հասցրեցին այսօրվան։ Տեր, դու ես դրել այդ իշխանությունը։ Չկա իշխանություն, որ Աստծուց չլինի։ Ինչու, Տեր, որ մեղքի համար։ Առակաց 14:34 Խնդրում եմ ուշադիր լսեք Աստծո խոսքը։ Արդարությունը կբարձրացնի մի ազգ, բայց մեղքը անարգանք է ժողովուրդներին։ Կարող ես ասել ամեն այս խոսքին։ Արդարությունը կբարձրացնի մի ազգ։ Այս երկրագնդի վրա ամենաբարձր ազգը, որ ես ճանաչում եմ, ամենալավ երկիրը, կարող ես շատ երկրներում չեմ եղել, ընդամենը մի, չգիտեմ ինչքան, հաստատ մի 20 երկրում եղած կլինեմ, որովհետև նախկինում ոչ որպես հոգևոր, այլ նախկին իմ աշխատանքը այդպիսին է եղել, որ ես շատ եմ շրջագայել, բայց իմ այցելած ամենալավ երկիրը, ամենաբարձր ազգը դա Շվեյցարիա պետությունն է եղել։ Եվ երբ որ ես այնտեղ էի, մի եղբայր էր ինձ, որ օդանավակայանից դիմավորեց ու վերցրեց, ես իրան մի հարց տվեցի, ասեցի, լսի, ես ինչ է կարել, որ առաջի համաշխարհային պատերազմը ամբողջ Եվրոպան ցնցեց, Շվեյցարիային ոչ մի բան։ Հիտլերը ամբողջ աշխարհը տագնու վրա տվեց, Շվեյցարիայում մի կրակոց չեղավ։ Այդ ո՞նց է կարել, ասեք մեզ։ Իրա պատասխանը մոտավորապես առակաց 34-ն էր։ Արդարությունը կբարձրացնի մի ազգ, բայց մեղքը անարգանք է ժողովուրդներին։ Ասես դու գիտես մեր երկրի հիմնադրման պատմությունը։
Ասեցի ոչ։ Գիտեք, Շվեյցարիան 3 մասից է բաղկացած. իտալական մաս, ֆրանսիական եւ գերմանական։ Եվ ասեց 3 մասի մարզպետները, մեր լեզվով ասած, իրենք հավաքվեցին ու որոշեցին, որ այդ 3 մարզերը միավորում են մեկ պետություն են ստեղծում։ Եվ իրենց հիմնադիր փաստաթուղթը շատ չերկարացնեմ, սկսվում է հետևյալ խոսքերով. մենք հիմնում ենք Շվեյցարիա պետությունը հանուն մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի։ Ասեց ամբողջը հավատքի վրա է եղել հիմնված։ Եվ ասեց, երբ որ Հիտլերը ուզում էր հարձակվեր, եւ Հիտլերը մի քանի անգամ ինքը շատ է ուզեցել հարձակվի, որովհետեւ Շվեյցարիան բոլոր փողերը այնտեղ են եղել, գիտեք։ Շատերը ասում են, փողերը այնտեղ է, դրա համար չի հարձակվել։ Հիտլերը այդքան բարոյական չէր, որ ասեր, գիտեք, ինչ կա, ավստրալիացիների փողերը Շվեյցարիայում է, դրա համար ես չեմ հարձակվի։ Հիտլերը շատ է ուզեցել հարձակվի Շվեյցարիայի վրա, բայց ասում է ամեն անգամ ժողովուրդը ամբողջ ազգը գնում էր ծոմապահության բաղոտքի։ Եվ ասում է, ինքը այնպես չի, որ, չգիտեմ, հրեշտակներն էին կանգնում ու արգելում։ Հրեշտակները չէին, չգիտեմ ինչ էր, գուցե հրեշտակներն էլ, բայց չեն երևացել։ Ասում է, երբ որ ուզում էր հարձակվեր, սա արդեն արխիվներն են ասում։ Լեհաստանում էր մի բան լինում, ռուսական ֆրոնտում էր մի բան լինում։ Ինքը ասում էր, դե հեսա քթից տակա Շվեյցարիան, սահմանակից, միշտ կարամ, հլը աշխարհը գրավեմ, հետո այդպես էլ ասեցի ընդհանրապես զոհ չի ել է ձեր երկրում, ասեց եղել է, բայց այդ զոհը եղել է դաշնակից պետությունները Անգլիան եւ Ամերիկան սխալմամբ Գերմանիայի վրա ռումբեր գցելու փոխարեն սահմանամերձ գյուղերի վրա են գցել, մի քանի զոհ են ունեցել։ Տերը պահել է։ Եթե Տերը պահել է, ինչի՞ էս երկիրը չի կարա պահի։ Եղբայրը շատ լավ էր ասում, արդարները շատանան։ Հեղափոխականը եկավ ճակերտավոր։ Տեր Հիսուսը, որ արարիչ Աստված էր, մարմին հագավ եւ եկավ, որ մենք հեղափոխություն անենք։ Այստեղ, ներսում, հեղափոխություն էստեղ։ Առակաց 29:2-ն ասում, արդարները շատանալիս ժողովուրդը կուրախանա, բայց երբ ամբարիշտը իշխի, ժողովուրդը կհեծա։ Նայեք, այս խոսքերը գանձ են, Աստվածաշնչի խոսքերը գանձեր են, երանի թե լսի մեր երկիրը այս խոսքերը։ Արդարները, որ շատանան այս երկրում, ժողովրդի սիրտը կուրախանա, բայց երբ որ ամբարիշտն է իշխում, այսինքն, երբ որ արդարները շատ չեն, ամբարիշտն է իշխում, եւ ես այս խոսքերից չեմ վախենում։ Ամբարիշտն է իշխում, եւ ժողովուրդը հեծում, հեկեկում, ծանրությունից կորացել է, էլ չի դիմանում այնքան, որ ասում է, տվեք ինձ սպանեք, բայց էլ չեմ կարում։ Բայց տվեք սպանելով ելք չի ժողովուրդ, այդպես չի ասում Աստվածաշունչը։ Ասում է, արդարները, որ շատանան, ինչպես շատանան արդարները։ Նա եկավ, որ քո ներսում հեղափոխություն անի։ Շատերը ասում են արդար չկա, մեկն էլ չկա, խնդրում եմ բացեք այդ խոսքերը, կարդացեք, նոր քարոզեք այդ խոսքերը։ Իհարկե, արդար չկա, մեկն էլ չկա, բայց շարունակության մեջ ասում է, քանի որ Մովսեսի օրենքի տակ էին, արդար չկա, մեկն էլ չկա, իսկ մենք Մովսեսի օրենքի տակ չենք, այլ շնորհքի տակ ենք, որովհետև շնորհքը եկավ, որ շատ մեղքերից ձեզ տանի դեպի արդարություն։ Եթե կա քո կյանքում Աստծո շնորհքը, ուրեմն շնորհքը պիտի տանի քեզ դեպի արդարություն։ Գիտեք ինչու ենք հեծում, ինչու ենք ամբարիշտ իշխանավորի տակ նստած հեծում, որովհետև շնորհքի հոգին ընդունել ենք, բայց կանգնում ու ասում ենք արդար չկա, մեկն էլ չկա, ինչ կուզեմ կանեմ, ոչինչ որ սա անում եմ, ոչինչ որ նա անում եմ, ով է որ ինձ մեղք առաջի քարը գցի, հələ դու չես անում։ Քո վրա քար գցող չկա, ուղղակի Տիրոջ հոգին եկել է, որ ամբարիշտին
արդար սարքի։ Իսկ եթե դու կրկին վերադառնում ես այն հին ապրելակերպին, մեղք ես գործում, ասում ես դե Տեր ջան կներես։ Տենում ես մեկը անարդարություն է անում, ասում ես մի հատ շիշլներ խփեի սրա գլխին սպանեի, ինչ եմ սենց հանգիստ նստել տեղս։ Շնորհքի հոգին է քո մեջ դա անում, հա։ Ուր է շնորհքի հոգին։ Արդարները, որ շատանան, ժողովուրդը կուրախանա։ Արդարները, որ շատանան, լսեք հիմա իշխանափոխության տարբերակն եմ ասում։ Արդարները, որ շատանան, Աստված երկնքից կնայի ու կասի. իմ ժողովուրդը չպիտի հեծա, իմ խոսքը գրել եմ։ Գիտեք ինչ կա գրած։ Շատերը ասում են Տերս ներող է, Տերս սիրող է եւ ճիշտ են ասում, բայց ենթատեքստն է սխալ։ Իր խոսքը կարա մոռանա մի պահ ու ինձ ների իմ մեղքերի համար։ Իր խոսքը ոչինչ, իր արդարությունը ոչինչ, որ սենց ասում, բայց ինքը կների։ Իսկ գիտեք Տիրոջ Տերը ինչ ասում։ Ասում է, ինչքան բարձր է, նոր երգում ենք Տիրոջ անունի մասին, չէ։ Ասում եք, չէ, Հիսուս, հələ ասեք այդ անունը։ Հրաշալի անուն։ Ինքը ասում է, իմ խոսքը իմ անունից բարձր եմ դրել։ Ինչքան եք հիանում այդ անունով։ Երկինքն ու երկիրը կանցնի, բայց այս խոսքերից մի նշանագիր չի փոխվի։ Եվ Տեր իր խոսքի մեջ գրել է. արդարները շատանալիս ժողովուրդը կուրախանա։ Հիմա պատկերացրեք, մեր երկրում արդարները շատանան, ինչպես դու գնացիր այսօր տուն եւ որոշում ես, Տեր, ես ուզում եմ քո հոգով ապրեմ։ Տեր, ես ուզում եմ ամբողջովին քո հոգով ապրեմ։ Պատկերացրեք, այստեղ նստած կլինի, չգիտեմ, 700 մարդ մոտավորապես կամ 600։ Պատկերացրեք, այսօր 600 հոգի ասում է. այն մեղքը, որ գործել եմ, Տեր, չեմ գործելու, որովհետև էլ չեմ ուզում վատ երկրում ապրեմ։ Տեր, այն որ ասում էի ոչինչ, որ գրած է տենց, կների Աստված էլի ոչինչ, կամ կապաշխարեմ, շատերն ասում են, չէ, ասում են մի քիչ էլ մեծանանք, հավատքի կյանքով կապրենք, լավ բան է հավատքի կյանքը, բայց հələ չեմ կարող ընկերներիցս կտրվեմ, ոմանք ընկերուհուց։ Բայց պատկերացրեք, գնում ենք տուն ու ասում ենք, փոխիր իմ վատ բնավորությունը։ Ուզում եմ, ես չեմ կարա, ուզում եմ, անկեղծ ուժ տուր։ Ինձ հոգևոր առաջնորդ տուր, որ իմ ձեռքից բռնած տանի այդ ճանապարհով։ Ես ուզում եմ դու իմ ներսը հեղափոխություն անես, Տեր։ Եվ ենթադրենք 600 հոգի, այսօր ավելացավ արդար, 600 հոգի, ամբողջ Սոդոմի համար, 10 հոգի լիներ Տերը չեր կործանի, 600 հոգի, և Տերը նայում է երկնքից, ասում է, իշխանափոխության մասին եմ խոսում, ասում է, իմ ժողովուրդը արժանի է ավելի լավ իշխանության, որ իր սիրտը կուրախացնի։ Եվ գիտեք, գուցե շատերի երազածը չլինի և մեր նախագահին չհանեն ու փոխեն, այլ իր ներսը Տերը փոխի։ Իր գործն է։ Ինքը կարա մեկը ակնթարթում ազատի այդ պաշտոնը, մեկ ակնթարթում իմ Տերը կարա ազատի այդ պաշտոնը, և ես հավատում եմ սրան։ Եվ եթե ինքը չի ազատում, ուրեմն դրա մեջ իմաստ կա։ Մեկ ակնթարթում, ով կարա Աստծո դեմ։ Ինձ հետաքրքիր չի ինչ ազգանուն անուն կկրի մեր երկրի նախագահը, բացարձակապես հետաքրքիր չի։ Ես այդպիսի ամբիցիաներ չունեմ։ Մեր քաղաքականությունը երկնքում է։ Ինձ հետաքրքիր է, որ իմ ժողովուրդը իր սիրտը ուրախ լինի։ Արդարները շատանալիս ժողովուրդը կուրախանա, բայց ամբարիշտը, երբ որ իշխի, ժողովուրդը կհեծա։ Նա եկավ և ասեց.
մեծագույն հեղափոխականը եկավ եւ ասեց. Ես գիտեմ, որ դուք հոգսեր ունեք։ Ես գիտեմ, հիմա երկրի մասին չեմ խոսում միայն։ Ես խոսում եմ քո ներսը։ Ես խոսում եմ քո սրտի մասին, ես խոսում եմ քո ընտանեկան իրավիճակի մասին, ես խոսում եմ քո առողջական իրավիճակի մասին, ես խոսում եմ քո վախերի մասին, ես խոսում եմ քո անհանգստությունների մասին։ Նա եկավ եւ ասեց. Հայրը տեղյակ է ձեր բոլոր հոգսերից, բայց դուք առաջ Աստծո արքայությունը եւ նրա արդարությունը խնդրեցեք եւ մնացած բաները կտրվի ձեզ։ Նա եկավ եւ ասեց. առաջ Աստծո արքայությունը։ Քրիստոնյաներ, որ կոչ եք անում մոլոտովի կոկտեյլով դուրս գալ փողոց, ովքեր չգիտեմ, ասեմ, այն շշերն են, որ պայթուցի կա, բենզինա իր մեջ, եւ կոչ են անում դուրս գան եղբայրներ, այդ որ հոգին է այդ կոչը անում եղբայրներ։ Անկեղծ ասեմ, ես ներքին համակրանք ունեմ այն մարդկանց հանդեպ, որ այս երկրի բարեկեցության համար պատրաստ են իրենց կյանքը զոհել եւ գործով ապացուցում են դա։ Բայց իմ ներքին համակրանքը ոչինչ է Աստծո խոսքի հանդեպ։ Ինձ համար Քրիստոս իմ ներքին համակրանքից բարձր է։ Հասկացեք, ես ուզում եմ այս երկրի իշխանությունները փոխվեն։ Ես ուզում եմ փոխվեն։ Բայց ես մի բան գիտեմ, փոխողն Աստված է։ Եվ փոխվել բառը ֆիզիկապես կարող է չլինի։ Ես ուզում եմ մեր երկրի իշխանությունները փոխվեն, Տեր։ Ես ուզում եմ մեր երկրի իշխանությունները քեզանից վախեցող իշխանություններ լինեն։ Հեթանոսություն, պղծություն, իրանց ձեռների արյունը, կաշառքը, այս ամենը վերանա, որովհետև Տիրոջ երկյուղը կգա։ Ես ուզում եմ այսպես։ Գիտեք Տերը ոնց է գործում։ Տերը չի ուզում մարդը կործանվի։ Տերը ասում է, ես կփորձեմ իր ներսը փոխեմ։ Եթե իր ներսը չստացվի, իրան կփոխեմ։ Բայց երբ որ այս երկրում արդարները շատանան։ Ժողովող 10-րդ գլուխ 16-17 խոսքեր։ Վայ քեզ երկիր, որ թագավորը տղա է։ Տղա ի նկատի ունի չհասունացած։ Ի նկատի չունի տարիքը։ Այնպիսի բաներ է անում, որ տղայական բաներ է անում։ Եվ իշխանները առավոտանց կանուխ ուտում են։ Իշխանները զարթնում են, իրանց ուշք ու միտքը զվարճանքն է։ Երանի քեզ երկիր, որ թագավորդ ազնվազարմ է, եւ որ իշխաններդ իր ժամանակին են ուտում ուժի համար եւ ոչ թե խնջույքի համար։ Ոչ թե հաճույքի համար։ Այսօր ինչ, իրանց բառերով չասեմ, այսօր ինչ հաճույք վայելենք։ Երանի քեզ երկիր, որ իշխանավորներդ զարթնում են ու մտածում են, այսօր մեր երկրի որ հոգսը լուծենք։ Երանի այն ազգին, Երանի այն ազգին, որտեղ եկեղեցիներում չեն ատում իրար։ Իրարից չեն բամբասում։ Երբ որ ես պատգամը պատրաստում էի, այսպես մտածում էի, մի տեսիլքի պես բան տեսա,
որ այս падգամից հետո շատերը կնստեն ու կքննարկեն, կասեն հիմնականում ճիշտ ասում, բայց խնդրում եմ ձեզ մի բան ասեք։ Եթե ինչ-որ բան սխալ է, եկեք ինձ ասեք, ինձ։ Մի հավաքեք մարդկանց ու ասեք, բայց դե գիտես, թեթև ակնարկով, բայց եթե սխալ բան կա, եկեք ինձ ասեք։ Ասեք դա աստվածաշնչյան չի, ինչ որ դու խոսում ես։ Եվ իրարից մի բան ասեք։ Երանի այն ազգին, որի գոնե եկեղեցիներում մարդիկ չեն բան ասում։ Երանի այն ազգին, որտեղ հոգևորները ծածուկ մեղքեր չեն գործում եւ հետո կանգնում Տիրոջ առաջ ծառայելու նրան։ Երանի այն ազգին, որտեղ քարոզիչները Աստծո ուղիղ խոսքն են մատակարարում, առանց ջուր խառնելու, առանց ավելացնելու սեփական եկեղեցուն հարմար կամ վարդապետությանը կամ հարամվանությանը հարմար ճակերտավոր ճշմարտություններ, որ հեթանոսությունը չեն բերում ու խառնում մեր փրկիչ Աստծո մաքուր ավետարանին, երանի այդ ազգին, երանի այն ազգին, որտեղ գոնե հավատացյալները, ում աչքերը Տերը բացել է, չեն հիանում կույրերի, այսինքն կույրերը ովքեր են, աշխարհի մեջ ապրողների ապրելակերպով։ Հիանում ենք, հլը նայ սրա քշած ավտոն, հլը նայ ես ինչ սիրուն ֆիգուրա ունի, մազերս սարքեմ ես ինչ աստղի նման, հիանում ենք, մենք փորձում ենք նմանվել նրանց, տեսար ոնց աշխատեց, թո ինքը տենա դու ինչքան բաժանեցիր, այդ որ աշխատել է, դրելա բարձի տակ տանելու է հետը, թո ինքը նայի ու զարմանա, որ դու 80,000 դրամ աշխատավարձ ես ստանում և կարողանում ես այդ 80,000 դրամից օգնել կարիքավորին, թող տեսնեն ու զարմանան, երանի այն ազգին, որի հավատացյալները չեն հիանում աշխարհով և աշխարհում հաջողություն ունեցողներով, որտեղ հավատացյալները ապրում են խոնարհության մեջ և չեն կծոտում իրար, որտեղ եկեղեցիները իրար չեն փնովում, արի մեր եկեղեցի, արի տես, ասում ես, ես արդեն գնում եմ Էմանուել եկեղեցի, ոչինչ հլը արի տես մեր եկեղեցում ինչ լավ է, հաջորդ օրը առած մի լավ, գիտի որ դու էլ տունը լավ չես ապրում, չգիտեմ մսով ամեն ինչով գալիս է ընկերանում է հետ այդ գոնե արի մի անգամ տես, դու էլ ասում ես, կարող է գնամ ամեն օր սենց մսով գա, հլը փորձ եմ, արմատներդ կտրում ես այստեղից գնում ես այնտեղ, հետո անցնում է մի երկու ամիս, տենում ես էլ են ուշադրությունը չկա, այ մարդ, խապեցին, այդ համ ընդեղից էլ կտրում ես գալիս ես ստեղ, տենում ես ես արմատները էլ չեն կպնում, ինչ փախցնոցի ենք խաղում, արի մեր եկեղեցի, քարոզեք, ճանաչիր Քրիստոսին, որ Քրիստոսին ճանաչի, Քրիստոս իրան կասի, որ եկեղեցի գնա, և հեչ պարտադիր չի, որ քո եկեղեցի գա, որովհետև մարդկանց ենք ուզում հաճեսնենք, թե Քրիստոսի ավետարանն ենք ուզում առաջ տանենք, դու վարձք ունես երկնքում, եթե մեկը ապաշխարի երկնքում խնջույք է լինելու, գիտեք դրա մասին, եթե մի հոգի ապաշխարի Աստվածաշունչն ասում է երկնքում հայրը հրեշտակների այդ խնջույք է անում, այդ խնջույքին քո անունն են հիշում, ով էր պատճառը, որ ապաշխարես, դու էլ տրտմած ասում ես, էսի իրականություն եմ ասում, դու էլ տրտմած ասում ես, գնացի, այդքան ջանքարեցի ինքն էլ գնաց են եկեղեցի, այսքան ջանք ինքն էլ գնաց են եկեղեցի, ուրախացի,
երկնքում վարձ կունես, Աստված տիեզերքի արարիչը հրեշտակների հետ քո անունն է հիշում։ Ասում է իմ ծառան գնաց ավետարանից, այս մեկն էլ չար կյանքից հեռացավ, դու տրտմել ես, չէ, ոնց կլինի, բայց առաջնորդը ինչ կասի։ Չէ, որ իմ հետևից շատ զոր կլինի, ես ինձ լավ կզգամ։ Ստեղ ես թագավորությունը կառուցում, մեր քաղաքականությունը երկնքում է։ Ինչպես հասնել իշխանափոխության։ Ինչու է այսքան եկեղեցու մասին խոսում։ Որովհետև իմ ամբողջ էությամբ հավատում եմ, որ կա մի սկզբունք, որ գործում է, անկախ մեր հավատալուց կամ չհավատալուց։ Եվ այդ սկզբունքը գրված է 3 Հովհաննես 2 խոսքի մեջ։ Հովհաննես առաքյալի 3 թուղթ 2 խոսք։ Սիրելի, աղոթք եմ անում, որ ամեն բանի մեջ հաջող եւ առողջ լինես, ինչպես քո հոգին հաջող է։ Սիրելի, աղոթք եմ անում, որ ամեն բանի մեջ հիշեք ձեր հոգսերը, հիշեք ձեր դժվարությունները, հիշեք ձեր անհաջողությունները, հիշեք ձեր հիվանդությունները։ Աղոթում եմ, որ ամեն բանի մեջ հաջող եւ առողջ լինես, ինչպես քո հոգին է հաջող։ Ինչպես քո հոգևորն է, այնպես կլինի քո ֆիզիկական իրականությունը։ Եվ այս սկզբունքը գործում է նաև երկրի համար։ Եվ լսեք, ահա որ է երկրի վիճակը, ահա որ է, ծայրահեղ է երկրի վիճակը։ Ինչպես որ հոգևորն է, այնպես կլինի ֆիզիկականը։ Ինչպես որ երկրի հոգևոր վիճակն է, այնպես կլինի երկրի տնտեսական, քաղաքական եւ սոցիալական վիճակը։ Եվ մեր շատ եղբայրներ, որ այսօր գնում են իրենց կյանքը այնտեղ տալու, իրանք այս ճշմարտությունը չգիտեն։ Իրենք պայքարում են մեկի դեմ, ում չեն տեսնում։ Իրանք գիտեն, թե հեսա, որ Սերժ Սարգսյանին հանեցին, ամեն ինչ լավ կլինի։ Եթե հոգևորը մնա այստեղ, մենք պիտի աղոթենք, որ Սերժ Սարգսյանը երկար թագավորի, իր այդ, չգիտեմ, իր ժամկետը լրանում, աղոթենք, որ ժամկետից հետո էլ ինքը թագավորի, որովհետև Մխիթար Գոշի ներողություն, Վարդան Այգեկցու առակը ասում է, եթե այսպես հոգևորը չփոխվի, այսպես շարունակի, ինքը որ փոխվեց, իր հետևից ավելի վատն է գալու։ Պատմություն ուսումնասիրեք, սիրելիներ։ Շատ երիտասարդների դոշերին այսպես տեսել եք այդ բերետով Չե Գիվերա, լսել եք, հեղափոխականի շատ մոդա է ինքը, շատ։ Ինքը Ֆիդել Կաստրո, երբ որ երիտասարդ էր Ֆիդել Կաստրոն, միասին Կուբայում հեղափոխություն արեցին, արդարության սկզբունքների հիման վրա, իրենց կյանքն էին դրել։ Ամբողջ աշխարհը, ոչ միայն Կուբան, ամբողջ աշխարհն էր հիանում այդ երիտասարդներով, որ հեղափոխություն արեցին։ Հետո Ֆիդել Կաստրոն դարձավ երկրի առաջնորդը։ Արդարները չշատացան այդ երկրում։ Ուղղակի հասան իրենց հեղափոխությանը։ Հոգևոր վիճակը ավելի վատացավ, որովհետև եկավ կոմունիստական գաղափարախոսություն, ասաց ինչ հոգևոր, ինչ բան, Աստված չկա։ Եվ Կուբան դառավ Շվեյցարիայի նման պետություն։ Այո՞։ Ոչ։ Կուբան այնպիսի պետություն է, որ մարդիկ 4 հատ գերան են խփում իրար վրա։ Նստում են այդ գերանի վրա, ասում են ճամփին կմեռնենք, չենք մեռնի, մեզ չի հետաքրքրում, բայց մենք էլ այս երկրում չենք կարում ապրենք։ Որտեղ անառակությունն ու թմրամոլությունը աշխարհում ամենաբարձր մակարդակի վրա է, իրանց մեքենաները 60-ականների, եթե բացեք հիմա նայեք ինտերնետով, 60-ականների մեքենաներն են տալոնով, հիշում եք տալոնով հացը, տալոնով հաց ու կարակ ու չգիտեմ ինչ են առնում։ Եվ հեղափոխությունը հաջողվեց։
Սկզբունքը գործում է։ Ինչպես հոգևորն է, այնպես կլինի ֆիզիկականը։ Հոգևոր իրավիճակը երկրում կերտում է եկեղեցին։ Հասկանում եք, որտեղ պիտի լինի հեղափոխությունը։ Ով է եկեղեցին։ Ես եմ եկեղեցին։ Կենթանի քարերով շինված տաճար, այդ տաճարի քարերից մեկը ես եմ, քարերից մեկը դու ես։ Եթե այստեղ թույլ տաս, որ մեծ հեղափոխականը, մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսը այստեղ հեղափոխություն անի, եթե իմ ժողովուրդը լսի եւ հեռանա չարիքից, եթե իմ ժողովուրդը լսի, եթե իմ ժողովուրդը խոնարհվի, երկրորդ մնացորդաց, 7-րդ գլուխ, 14 խոսք, եւ իմ ժողովուրդը, որի վրա կոչված է իմ անունը, խոնարհվեն եւ աղոթք կանեն եւ իմ երեսը խնդրեն եւ իրենց չար ճանապարհներից ետ դառնան, այն ժամանակ ես կլսեմ երկնքից եւ կներեմ նրանց մեղքը եւ կբժշկեմ նրանց երկիրը։ Երկինք ու երկիր կանցնի, Աստծո խոսքը չի փոխվի։ Աստված իր խոսքը իր անունից բարձր է դրել։ Ես ուզում եմ սա մեկ անգամ էլ կարդալ։ Եվ թող իմ ազգը լսի սա։ Ահա հեղափոխության ճանապարհը։ Մեր երկիրը բժշկության կարիք ունի։ Մենք անկարող ենք բժշկել այս երկիրը։ Բայց մենք կարող ենք մի գործի նպաստ անել, որ այս երկրում արդարները շատանան։ Մեկ հոգու վրա հաստատ կարամ։ Ես չգիտեմ երկրորդը կա, որ ես իրա վրա կարամ, անգամ իմ երեխաները։ Ովքեր որ երեխաներ են դաստիարակել, գիտեն, ինչ որ ժամանակ կա, որ դու կարողանում ես իրան պահել, բայց հետո գալիս է մի պահ, որ էլ չես կարողանում։ Ես միայն մեկին գիտեմ, ում վրա կարամ։ Դա ես եմ։ Եվ ես կարամ այս մեկին արդարության սկզբունքների վրա կանգնացնելով նպաստեմ, որ իմ երկրում արդարները շատանան։ Եվ իմ ժողովուրդը, որի վրա կոչված է իմ անունը, խոնարհվեն եւ աղոթք կանեն, եւ իմ երեսը խնդրեն, եւ իրենց չար ճանապարհից ետ դառնան, այն ժամանակ ես կլսեմ երկնքից եւ կներեմ նրանց մեղքը եւ կբժշկեմ նրանց երկիրը։ Որքան կարիք ունենք, Տեր, որ դու բժշկես մեր երկիրը։ Ուզում եք այդ ընդվզումը կա ձեր մեջ, այսօրվա իրավիճակները, որ տեսնում եք անարդարությունը, կա։ Ատելությունը գալիս է, երբ որ տեսնում եք ոստիկանը ինչ-որ մեկին քաշելուց, այն մեկը գալիս է խփում է դեմքին ու գնում է ոտով։ Հենց այնպես կողքից կա ատելությունը։ Այդ ատելությունը ուղղեք մեղքին։ Մեղք, դու ով ես այստեղ։ Որ դրա պատճառով իմ երկրում պիտի այսպիսի բաներ լինեն։ Ուղղեք մեղքին։ Ինչպես որ հոգևորն է, այնպես կլինի մնացածը։ Բժշկեք հոգևորը, խոնարհվեք Աստծո առաջ, ասեք սխալ ենք ապրել, ասեք այս իմ բնավորությունը, որ այսպիսին է, ներիր Տեր, ուզում եմ փոխվեմ, ուզում եմ մեկ հոգով այս երկրի վրա արդարը շատանա։ Եվ Տերը կլսի, եւ Տերը կբժշկի։ Կա ելք, կա։ Զենքով ու անեծքով, ատելությամբ, գուցե հաջողվի փոխել թագավորին, բայց ավելի վատն է գալու նրանից հետո։ Ինչպես հասնել իշխանափոխության։ Իշխանությունը կարող է փոխել միայն նա,
ով դրել է այդ իշխանությունը։ Չկա իշխանություն, որ Աստծուց չլինի։ Ամեն մեկս մեր ներսում պիտի իրականացնենք իսկական հեղափոխություն։ Մեր վերաբերմունքը պիտի փոխվի դեպի Աստված եւ նրա պատվիրանները։ Պիտի մեր վերաբերմունքը փոխվի իրար հանդեպ եւ նաեւ մեզ ատողների ու չարիք անողների հանդեպ։ Մեր վերաբերմունքը պիտի փոխվի Քրիստոսի գործին ու նրա ծառայությանը եւ նաեւ հավիտենությանը։ Չպիտի ապրենք, ասես թե այս կյանքն է ու վերջ։ Կա հավիտենություն։ Եվ մենք սպասում ենք այն քաղաքին, որ Տերը պատրաստել է։ Տեր Հիսուսն ասում էր. ինձ մոտ եկեք բոլոր հոգնածներ եւ բեռնավորվածներ։ Եկեք փոխենք լուծերը։ Եկեք ես վերցնեմ ձեր ուսից այդ ծանր լուծը եւ ձեր վրա դնեմ իմ քաղցր լուծը, իմ թեթև լուծը, որ միայն մի հոգս ունի։ Ինչպես անենք, որ փրկվողները շատանան։ Ինչպես անենք, որ արդարները շատանան։ Ինչպես անենք, որ սատանան չկեղեքի իմ շրջապատի մարդկանց։ Ահա Քրիստոսի լուծը։ Ուզում ես հոգսը ուսերիցդ գնա։ Ուզում ես երկրում փոփոխություն լինի։ Ինչպես հոգևորն է, այնպես կլինի երկրի վիճակը։